Կարմիր կիրակի, Սուրբ Պատարագ Կեչառիս վանքում, Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի Կարմիր կիրակի Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Սահակ Քահանա Սահակյանը։ Սուրբ Պատարագին ներկա էին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները սրբազան հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք կորած երեխայի շուտափույթ և ողջ գտնվելու հավատով ձեզ ենք ներկայացնում տեսանյութից մի փոքր հատված, աղոթենք փոքրիկ Տիգրանի համար։ Ուրեմն սիրելիներ մեր պայքարը նաև մարմնական ընդհանրացում է ստանում այս աշխարհում, որովհետև չարը գործում է նաև մարմնի մեջ։ Ուրեմն մենք մեր մարմնի պայքարի մեջ պետք է զինավորվենք։ Ինչպես պետք է զինավորվենք, որպեսզի պայքարենք։ Պողոս Առաքյալը իր Եփեսացիների ուղղվածքում ասում է. զորացեք Տիրոջով և նրա զորության կարողությամբ և Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք դիմանալ սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ իշխանությունների, պետությունների, համառաշխարհի դրականների և երկրի չարողների ուստի արեք Աստծո սպառազիններին, որպեսզի կարողանաք չարը դեմ գալ չարին։ Երբ ամեն ինչ կատարեք, հաստատում կացեք դեպի շվիտ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ և հագած արդարության սրը, ձեր ոտքերը ամրացեք խաղաղության ամենահանի պատրաստությամբ, և այս բոլորի վրա առեք հավատի վահանը, որով պիտի կարողանաք անցնել չարի բոլոր մահացողը։ Եվ արեք քրիստոսյան սաղավարտ Հիսուսերը, որ է Աստծո խոսքը, ամենայն աղոթքներով և աղաչանքներով, ամեն ժամ աղոթեցեք Հոգով, և այդ բանի մեջ հսկեցեք անխոնջ արատեւությանը, և աղաչանքներով բոլոր սրտերի համար, նաև ինձ համար ասում Առաքյալը, որպեսզի ինձ խոսք տրվի իմ վերանշանալու համարձակությամբ, ցույց տալու համար ամենայն։ Սիրելիներ, այս ամենը մեր կյանքում պետք է ունենա հստակ։ Մենք կարծում ենք, թե մենք կարող ենք Ղարաբաղցի նման երկու բևեռի մեջ խաղալ, բայց իրականում Տերը ասում է, որ Աստծո խոսքը Եսայի սուրը բաժանում է լույսը խավարից, բաժանում է չարը լավից, բաժանում է Տիրոջինը Տիրոջ դեմ եղողից։ Եվ մենք պիտի պատրաստ լինենք, որ այդ բաժանությունը չարի նկատմամբ, անօրենության նկատմամբ մենք պիտի կրենք։ Եթե մենք Տիրոջն ենք պատկանում, անհնար է, որ մենք այդ նարախաղացությունը անենք։ Նարախաղացության այդ ցանկությունը մեր մեջ լինում է չարը։ Բայց մենք պիտի հստակ գիտակցենք, որ մեր ընտրությունը բանակի ընտրություն է։ Մեր ընտրությունը պետք է կայանա ոչ թե Աստծո և սատանայի միջև, այլ մեր ընտրությունը կայանում է Աստծո և Աստծո միջև։ Մենք կամ Աստծուն ենք, կամ Աստծո չենք։ Եթե Աստծո չենք, նույնիսկ գուցե չար չստանանք
ասում է Պետրոս Արաքյանը արմատպես բռնչան է, որպես գործի ես իրեն կար։ Այս պայմաններում եղիներ վտանգ կա, որ մենք սկսենք չարի դեմ պայքարել։ Չարի դեմ պայքարելու ընթացքում վտանգ կա, որ մենք ինքներս չարանանք։ Ինչպես որ Փիլիսոփաներից մեկն ասում, երբ որ դու նայում ես երկար անդունդին, անդունդը սկսում է նայել։ Երբ որ մենք փորձում ենք չարի գործիքներով հաղթահարել, մենք սկսում ենք դառնալ այդ չարի գործիքների գրող։ Դրա համար է Տերը ասում չարին չարոցի այդ բաներով։ Այս է խորհուրդը սիրներ կարմիր որպես մղում է պայքարի, որպես մղում է որպեսզի մենք ամուր մնանք հավատքի, որ մղում է մեզ տեսնելու այն թարգեքերը, որ դիպած են մեր քայլերի միջոցով եւ կարողանանք քայլել։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, այլ ատմոսֆերը, Սուրբ Հաղորդումն ամենից։ Սիրելիներ, հավանաբար ձեզնից շատերը արդեն գտեցին, տեսան, այսօր մեր հետ այս սուրբ պատարագին ներկա են նաև այն փոքրիկ ծնողները Տիգրանի այս օրերի խնդրում են Մարտանը և բոլոր իրավաբան, ամբողջ իրավաբանական խնդրում բոլորս աղորդի մեջ են և մեր սրտազան հայրը ոտայքի թեմի աղանաներին բոլորել է ճանապարհ աղորդել փոքրիկի շուտապույտ գտնվելու համար և ես երկրորդելով սրտազանին խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք եք ձեր աղոթքում առավել ճանապարհ, հիշեք նրան, որպեսզի Տերը բերի հասցնի իր ընտանիքին։ Իմաստություն խնդրեք իրավաբան համակարգին, որպեսզի նրանք իրենց գործառույթները կատարեն առավել կարողանան փնտրել, հետք գտնել և կարողանան հասցնել այն քաղցր ուրվան, որ պետք է վերադառնա իր ծնողներին։ Թող Տերը պահպանի Տիգրան Մամուկին, իր ընտանիքին, անպետություն ենք մաղթում, զգոնություն ենք մաղթում բոլոր